Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հետ հանդիպում է փնտրում Զելենսկին, թե ինչ ֆորմատով կլինի այն երկկողմ թե եռակողմ, կարևոր չէ։ Մենք պատրաստ ենք հանդիպել առաջնորդների մակարդակով, եւ ամերիկյան կողմը, եւ ռուսական կողմը գիտի դա։ Մենք պատրաստ ենք Թրամփ-Պուտին-Զելենսկի ձևաչափին, եւ մենք պատրաստ ենք նաեւ Թրամփ-Պուտին-Թրամփ-Զելենսկի երկկողմ ձևաչափին։ Կրեմլից ասում են դեմ չեն Պուտին-Զելենսկի հանդիպմանը։ Բայց այն պետք է լինի պատվիրակությունների միջև կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք։ Մոսկվան ու Կիևը աշխատում են պատվիրակությունների միջև նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, օրն ու վայրը դեռ հստակեցված չեն։ Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտնել է, որ այս պահին Մոսկվայի ու Կիևի բանագնացները մշակում են ժամանակավոր հրադադարի պայմանները։ Աշխատանքները վերջնական փուլում են, փաստաթուղթը շուտով կհրապարակվի։ Սակայն բանակցային ցանկացած սցենարի դեպքում Ռուսաստանի պահանջները Ուկրաինայի նկատմամբ չեն փոխվելու։ Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով Ուկրաինան պետք է միջուկային երկիր չդառնա ու ունենա չեզոք կարգավիճակ։ Լավրովը հիշեցնում է, այդ պահանջները նույնիսկ ամրագրված են 1991 թվականի Ուկրաինայի անկախության հռչակագրում։ Հենց դրանք հիմք հանդիսացան Ուկրաինան որպես անկախ պետություն ճանաչելու ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ միջազգային հանրության կողմից։ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը եւ սահմանադրության մեջ միջուկային զենքի բացառումը Ռուսաստանի հիմնական պահանջներից մեկն է ցանկացած կարգավորման դեպքում։ Ինչպես նախատեսված էր 2022 թվականի ապրիլին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ, որոնք նացիստական ռեժիմը փորձեց խախտել։ Մինչ Կիևն ու Մոսկվան նորից կնստեն բանակցային սեղանի շուրջ, ճակատում մարտերը նույն ինտենսիվությամբ շարունակվում են։ Ռուսաստանի տարածքը անխնար ռմբակոծվում է ուկրաինացիների կողմից։ Հոբ ստորաբաժանումները Ռուսաստանի օդային տարածքում այսօր 296 անօդաչու են խոցել։ Իսկ Ռուսաստանը շարունակում է նոր բնակավայրեր գրավել Ուկրաինայում։ Այսօր էլ ռուսական բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Կոնստանտինովկա եւ Զելյոնոյե Պոլե բնակավայրերը։ Միացյալ Նահանգների նախագահի սրտով չէ բնակավայրեր գրավելու ռուսական բանակի ակտիվությունը, Թրամփը քննադատել է Պուտինի վարքագիծը։ Պուտինը կրակի հետ է խաղում, նա չի գիտակցում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ շատ վատ բաներ կպատահեին, իսկապես շատ վատ բաներ։ Թրամփը բավարար չափով տեղեկացված չէ Ռուսաստանի խաղաղ քաղաքների դեմ իրականացվող զանգվածային ահաբեկչական հարձակումների մասին, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հիշեցրել է Միացյալ Նահանգների ղեկավարին, որ իրենց զորքը հարվածում է բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։